Գլենդելը նոր քաղաքական էջ է բացում, ովքեր երդվեցին, ինչ խոստումներ տվեցին եւ ինչ պատմական փոփոխություն գրանցվեց քաղաքային խորհրդում։ Նոր տուն գնեցին, բայց Բաքում գտան մարդկային ոսկորներ, ում են պատկանում աճյունները եւ ինչու ոչ ոք դրանք չէր նկատել մինչ վաճառքը։ Տրենդե Արագուայի դեմ նոր հարված առևանգումներ, սպանություններ եւ ԱՄՆ մտած ապօրինի անդամներ դաշնային մեղադրանքների տակ։ Ամիսներ շարունակ բոլորին շփոթեցնող առևանգման նամակները կեղծ էին, եթե փրկագին չի եղել, ապա ինչ է իրականում պատահել Նենսի Գաթրիի հետ։ Իրանը հրաժարվում է ուղիղ բանակցություններից, իսկ պատերազմի ստվերը դեռ չի հեռանում, կդիմանա հրադադարը հերթական փորձությանը։ Այս եւ մի շարք այլ թեմաների մանրամասները հաջորդիվ։ Վիվալդի Քեթրինգ բազմազան փաթեթներից առաջատար ընտրությունը։ Փաթեթ ընտանեկան 5-ից 6 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտանեկան եւ մեծ հավաքույթների համար հատուկ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $300 plus tax։ Վիվալդի լանչ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտրեք ձեր ճաշակին համապատասխան կոմբոն։ Վիվալդի Քեթրինգ համի, որակի եւ առատության առաջատարը։ Արմեզիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն բոլորին մեզ մշտապես աջակցելու համար, իսկ եթե առաջին անգամ եք դիտում, ապա բաժանորդագրվեք ալիքին։ Գլենդելի քաղաքապետարանում տեղի ունեցավ նոր գումարման քաղաքային խորհրդի կազմակերպչական նիստը, որի ընթացքում պաշտոնապես հաստատվեցին հունիսի 2-ին համայնքային ընտրությունների արդյունքները։ Երդմնակալության արարողությունից հետո պաշտոնը ստանձնեցին վերընտրված քաղաքային խորհրդի անդամներ Էլենա Սատրյանը եւ Դեն Բրոթմանը, ինչպես նաեւ նորընտիր անդամ Ալեկ Պարտրոսուֆը։ Նույն նիստում երդվեցին նաեւ քաղաքային քարտուղար Սյուզի Աբաջյանը եւ քաղաքային գանձապահ Ռաֆի Մանուկյանը։ Մանրամասները Էմմա Շաբոյանի ռեպորտաժում։ Գլենդելի քաղաքային խորհրդում ղեկավար կազմը թարմացվեց, սակայն 3 թափուր տեղի համար պայքարում հաղթեցին արդեն իսկ գործող խորհրդի անդամներ Էլենա Սատրյանն ու Դեն Բրոթմանը եւ նրանց միացավ Ալեկ Պարտրոսուֆը։ Մինչ նոր կազմի երդմնակալությունը 21 տարվա ծառայությունից հետո քաղաքային խորհրդին հրաժեշտ տվեց նախկին քաղաքապետ եւ խորհրդի ամենաերկարակյաց անդամ Արան Աջարյանը։ Նա հիշեցրեց, որ 5 անգամ ընտրվել է քաղաքապետ, շնորհակալություն հայտնեց բնակիչներին վստահության համար եւ դիմելով նոր խորհրդին փոխանցեց իր ամենակարևոր պատգամը։ Ամենակարևոր խորհուրդը, որ կարող եմ ձեզ տալ, սա է. երբեք մի շփոթեք ձեր անձնական շահերը հանրային շահի հետ։ Միշտ լսեք մարդկանց ավելի շատ, քան խոսում եք, եւ երբեք մի մոռացեք, որ այդ աթոռը ձեզ չի պատկանում, այն պատկանում է ժողովրդին, իսկ դուք պարզապես ժամանակավորապես զբաղեցնում եք այն։ Դեն Բրոթմանը, որն առաջին անգամ քաղաքային խորհուրդ էր ընտրվել 2022 թվականին, խոսքը սկսեց շնորհակալությամբ ընտանիքի անդամներին, ընտրողներին եւ նախընտրական թիմին։ Այնուհետև նա ներկայացրեց երկրորդ ժամկետի իր առաջնահերթությունները, ընդգծելով, որ քաղաքի առջև ծառացած ամենամեծ խնդիրներն են ֆինանսական կայունությունը, բնակարանային ճգնաժամը եւ ճանապարհային անվտանգությունը։ Մեր առաջնահերթությունները շատ հստակ են, պետք է կայունացնենք քաղաքի ֆինանսական վիճակը, լուծումներ գտնենք բնակարանային ճգնաժամի համար եւ մեր փողոցներն ավելի անվտանգ դարձնենք բոլորի համար։ Մենք կարող ենք առաջ շարժվել միայն այն դեպքում, երբ աշխատենք միասին եւ շարունակենք ներդրումներ կատարել մեր համայնքի ապագայի համար։ Երկրորդ ժամկետը սկսող Էլենա Սատրյանը, որն առաջին հայկինն է, ով զբաղեցրել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնը, իր ելույթում նախ շնորհակալություն հայտնեց ծնողներին, Գագիկին եւ Ստելային, ընտանիքին, ընկերներին, հարյուրավոր կամավորներին եւ բոլոր նրանց, ովքեր մասնակցել էին իր նախընտրական արշավին։ Ասատրյանը նշեց, որ այս հաղթանակը թիմային աշխատանքի արդյունք է։ Նրա խոսքով ինքը ներկայացնելու է Գլենդելի բոլոր բնակիչներին, անկախ նրանից, թե ում օգտին են նրանք քվեարկել։ Կարծեմ սա մենակ իմ հաղթանակը չի, մեր ժողովրդի հաղթանակն է եւ նաեւ կանանց հաղթանակն է, լինելով նորից միայն կինը, դրա հետ միասին գալիս է շատ մեծ պարտականություն, բայց այդ պարտականությունը չի մնում միայն կնոջ վրա եւ հույս ունեմ, որ այս կարիք տարիներին այս նոր անդամի հետ միասին նաեւ կարողանանք կերտենք մի ապագա մեր քաղաքի համարը, որը նայում է ոչ թե միայն ինչ են կարել եւ շարունակել այդ աշխատանքը, այլ մանրամասն նայել օրենքներին, որը բարելավելու է մեր ժողովրդին։ Առաջին անգամ քաղաքային խորհուրդ ընտրված Ալեկ Պարտրոսուֆը նույնպես պատմական ընտրություն է Գլենդելի համար։ Հայկական արմատներ ունեցող Պարտրոսուֆը դարձավ քաղաքի պատմության առաջին բացահայտ նույնասեռական գեյ քաղաքային խորհրդի անդամը։ Իր առաջին ելույթում նա շնորհակալություն հայտնեց ընտրողներին, կամավորներին, ընտանիքին եւ հատկապես իր ամուսնուն Ալեքսին, որին անվանեց վերջին 2 տասնամյակների իր ամենամեծ հենարանը։ Նա ընդգծեց, որ ցանկանում է առաջիկա 4 տարիների յուրաքանչյուր օրը ծառայեցնել իրական արդյունքներ ապահովելուն։
Շատ ուրախ եմ, մերսի, ես սաղ կյանքս տեղ Գլենդելում ապրում, իմ համար անգլերենով կասեմ, it's very important to make sure our streets are safe. Ինձ համար շատ կարևոր է, որ մեր փողոցները անվտանգ լինեն, որպեսզի երեխաները կարողանան ապահով քայլել դեպի դպրոց։ Ես նաև ցանկանում եմ, որ քաղաքի բյուջեն արտացոլի համայնքի իրական կարիքները։ Հաջորդ 4 տարիներին անհամբեր սպասում եմ աշխատել ինչպես հայկական համայնքի, այնպես էլ Գլենդելի բոլոր բնակիչների հետ, հանուն մեր քաղաքի զարգացման։ Շատ ուրախ եմ, որ այստեղ city council member եմ, կուզենամ ամբողջ ժողովրդի հետ օգնեմ եւ գործանենք միասին։ Նիստն ամփոփեց քաղաքապետ Արդիկ Հասախյանը, որը շնորհավորեց բոլոր ընտրված պաշտոնյաներին եւ ընդգծեց, որ ընտրապայքարն ավարտվել է եւ այժմ ժամանակն է միասին աշխատելու հանուն քաղաքի։ Նրա խոսքով Գլենդելի բնակիչները քաղաքային ղեկավարությունից սպասում են ոչ թե քաղաքական հակամարտություններ, այլ համագործակցություն, փոխադարձ հարգանք եւ այնպիսի որոշումներ, որոնք կծառայեն ամբողջ համայնքի շահերին։ Անշուշտ փորձը որներ քաղաքապետարանի անդամ Արանաջարյանը մեզի մեծ գործ կլինի տարիներ փորձը, բայց նաև ունենք մեկը, որ մեզի հետ միանում է, որ քաղաքում արդեն ծառայել է իբրև մեքենաների շարժումների, տրանսպորտի բաժնի մասնակից խորհրդի եւ հույսով ենք, որ կգտնենք ձևերը, ինչը լինի, մենք վստահ եմ Գլենդելի բնակիչների օգնությունով, մեր քաղաքացիների մասնակցությամբ կկարողանանք կերտենք պայծառ ապագա ճանապարհ մեր քաղաքի համար։ Գիտեք, Արան ավելի քան 20 տարի ծառայել է այս քաղաքի որպես քաղաքորդի անդամ եւ հիմա շատ բան չի փոխվել մեր կազմը 5-ից 4-ին ունենք, նոր անդամ ունենք, պետք է իր հետ աշխատենք, հանդիպենք, հասկանանք, որ իր մտքերը ինչ է, ինչ պլաններ ունի, ինչ գաղափարներ ունի, ինչ է ուզում անել առաջիկա 4 տարվա ընթացքում եւ մենք բոլորս պետք է համագործակցենք, որ կյանքը ավելի բարելավենք, Գլենդելը ավելի ապահովենք մեր ժողովրդի համար, մանավանդ որ գիտեք, համարյա թե ժողովրդի կեսը մեր հայրենակիցներն են, մեր գործը դա է, մենք սա աշխատանք չի, շա ինչպես ասած ընտրված պաշտոնյա, volunteer կամավոր ենք աշխատում։ Էմա Շաբոյան, Արմեդիա, Գլենդել։ Կալիֆոռնիայի Էփելվելի քաղաքում տուն գնաց ընտանիքը Բաքում հայտնաբերել է մարդու կմախքային մնացորդներ։ Նոր սեփականատիրոջ խոսքով 19-ամյա որդին է նկատել ոսկորները։ Հատկանշական է, որ մինչև այդ տունը արդեն անցել էր տեխնիկական զննում եւ գնահատում, սակայն ոչ ոք որևէ կասկածելի բան չէր նկատել։ Դեպքի վայր ժամանած քննիչները հավաքել են մի քանի ոսկոր։ Նախնական տվյալներով աճյունի վրա բռնության ակնհայտ հետքեր չեն հայտնաբերվել, սակայն վերջնական եզրակացությունը կտրվի ոսկորներն ուսումնասիրելուց եւ ԴՆԹ փորձաքննությունից հետո, որոնք պետք է պարզեն մահացածի ինքնությունը եւ մահվան պատճառը։ Հարևանների խոսքով տունը շուրջ 1 տարի դատարկ է եղել։ Նրանք նշել են, որ մինչև այդ տանը բնակվել է տարեց ամուսնական զույգ։ Ըստ հարևանների ամուսինը մահացել է, իսկ կինը որոշ ժամանակ անց տեղափոխվել է այլ վայր։ Սան Բեռնարդինո շրջանի շերիֆի վարչությունը հայտնել է, որ գործի շրջանակում ստուգվում են բոլոր հնարավոր վարկածները, այդ թվում արդյոք այս հասցեից նախկինում անհետ կորած անձի մասին հաղորդում եղել է թե ոչ, քննությունը շարունակվում է։ Արդարադատության նախարարությունն այսօր հայտարարել է վենեսուելական Տրեն դե Արագոա հանցավոր խմբավորման դեմ նոր լայնածավալ գործողության մասին։ Իշխանությունների տվյալներով խմբավորման 8 ենթադրյալ անդամների մեղադրանք է առաջադրվել առևանգումների եւ սպանությունների գործերով, որոնք տեղի են ունեցել Տեքսասում եւ Իլինոյսում։ Արդարադատության նախարարության փոխանցման բոլոր 8 կասկածյալները Միացյալ Նահանգներ են մուտք գործել ապօրինի Ջո Բայդենի վարչակազմի օրոք։ Տեքսասում 4 կասկածյալ մեղադրվում են Դալասի մերձակայքում մի տղամարդու սպանության, ինչպես նաեւ նրա դստեր եւ զարմիկի առևանգման համար։ Նրանցից 3-ն արդեն կալանքի տակ էին ԱՄՆ-ում, այլ հանցագործությունների համար, իսկ 4-րդը պահվում էր Կոլումբիայում։ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում եւս 3 ենթադրյալ անդամի մեղադրանքի առաջադրվել առևանգման գործով, որն ավարտվել է սպանությամբ։ Թրամփի վարչակազմը Տրեն դե Արագոային հատուկ ուշադրության կենտրոնում է պահում նախագահի Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր։ Հունիսին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայում իրականացված ամերիկյան ռազմական հարվածի հետևանքով սպանվել է խմբավորման առաջնորդը։ Արդարադատության նախարարության տվյալներով Տրեն դե Արագոան օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուց հետո վերջին 18 ամիսների ընթացքում ձերբակալել են խմբավորման մոտ 350 անդամ։ Այս թեմային ժամանակ առ ժամանակ անդրադառնում ենք։ Դաշնային քննիչները հայտարարել են, որ ԹԴ-ի հաղորդավար Սավանա Գաթրիի մայրիկի 84-ամյա Նենսի Գաթրիի անհետացման գործով առևանգման հետ կապված բոլոր 3 նամակները կեղծ են։
ՀԴԲ-ի նույն ինքը FBI պաշտոնյայի փոխանցմամբ խոսքը վերաբերում է ինչպես Նենսի Գաթրիի անետացումից անմիջապես հետո ստացված երկու նամակներին, այնպես էլ ավելի ուշ հայտնված մեկ այլ հաղորդագրությանը, որի հեղինակը պնդում էր, թե գիտի ենթադրյալ առևանգողների ինքնությունը։ Քննության տվյալներով առաջին երկու նամակները ուղարկել են նույն անձը, սակայն քննիչները պարզել են, որ նա որևէ կապ չունի Նենսի Գաթրիի անետացման հետ։ ՀԴԲ-ն չի հայտնել, թե ինչ ապացույցների հիման վրա է եկել այդ եզրակացությանը։ Նամակներից մեկում անհայտ անձը պահանջել էր միլիոնավոր դոլարների կրիպտո արժույթ որպես փրկագին։ Դրա իսկությունը ստուգելու նպատակով ՀԴԲ-ն նույնիսկ փոքր գումար է փոխանցել հաղորդագրության մեջ նշված կրիպտո հաշվեհամարին, սակայն այդ գումարը երբեք չի կանխիկացվել։ Այս բացահայտումը նոր հարցեր է առաջացրել։ Արդյոք Նենսի Գաթրին ընդհանրապես առևանգվել է փրկագնի նպատակով։ Գործը շարունակում է քննել Արիզոնայի Փիմաշրջանի շերիֆի վարչությունը, որը հրաժարվել է մեկնաբանել նամակների մասին տեղեկությունները, միայն նշելով, որ քննությունը շարունակում է մնալ ակտիվ փուլում։ Իրավապահների խոսքով դեպքի վայրից հավաքված ԴՆԹ ապացույցներն ու տեսանկարահանման նյութերը դեռևս ենթարկվում են դատաբժշկական փորձաքննության։ Նենսի Գաթրին անետացել է հունվարի 31-ին Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում գտնվող իր տանից։ Ավելի ուշ ԴՆԹ հետազոտությունը հաստատել է, որ նրա տան շքամուտքի մոտ հայտնաբերված արյունը պատկանել է հենց իրեն։ Սավանա Գաթրին բազմիցս դիմել է հանրությանը, խնդրելով ցանկացած տեղեկություն հաղորդել, որը կարող է օգնել գտնել մորը, եւ հայտարարել է $1 միլիոն պարգևավճարի մասին։ Ընտանիքը նշում է, որ շարունակում է Նենսի Գաթրիին գտնելու հույս ունենալ, սակայն ընդունում է նաև այն հավանականությունը, որ նա կարող է այլևս ողջ չլինել։ Իրանը հայտարարել է, որ առայժմ չի պատրաստվում ուղիղ բանակցություններ վարել Կաթար ժամանած ամերիկացի բարձրաստիճան պատվիրակների հետ, նոր կասկածներ առաջացնելով երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի հեռանկարների շուրջ։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով բոլոր քննարկումները կանցկացվեն միջնորդների միջոցով, ոչ թե դեմ առ դեմ։ Թեհրանը պնդում է, որ նախանրաժեշտ է վերջնականապես համաձայնեցնել երկու շաբաթ առաջ ստորագրված հրադադարի մանրամասները եւ միայն դրանից հետո անցնել առավել բարդ հարցերին, այդ թվում Իրանի միջուկային ծրագրի հնարավոր սահմանափակումներին։ Ստեղծված փակուղին վտանգի տակ է դնում առավել լայն համաձայնության ձևավորումը, որի նպատակն է բաց պահել Հորմուզի նեղուցը եւ մեկնարկել մշտական խաղաղության շուրջ բանակցությունները։ The Wall Street Journal-ը հաղորդում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է Իրանի դեմ լրացուցիչ ռազմական հարվածների հնարավորությունը։ Սակայն ըստ հրապարակման, այս պահին նա նախընտրում է եւս մեկ հնարավորություն տալ դիվանագիտական գործընթացին։ Այդ ընթացքում նավագնացությունը Հորմուզի նեղուցով մասամբ վերականգնվել է։ Իրանը հայտարարել է, որ Օմանի հետ համատեղ իրավունք ունի կարգավորելու նեղուցով անցնող երթևեկությունը։ Նախագահը հարստանում է ոչ թե աշխատավարձով, այլ կրիպտոարժույթով։ Դոնալդ Թրամփը 2025 թվականին ավելի քան 1.4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել, որի հիմնական մասը ստացվել է իր ընտանիքին պատկանող կրիպտոարժութային բիզնեսներից։ Այդ մասին հայտնի է դարձել հրապարակված վերջին ֆինանսական հայտարարագրից։ Փաստաթղթի համաձայն Թրամփի եկամուտների զգալի մասն այժմ գալիս է թվային ակտիվներից, որոնց աճին ոլորտի գնահատմամբ նպաստել են նաև նրա վարած քաղաքականությունը եւ կրիպտոարդյունաբերության համար բարենպաստ որոշումները։ Հայտարարագրում նշվում է, որ Թրամփի ընկերությունը շուրջ $800 միլիոն է ստացել World Liberty Financial կրիպտո նախագծից, որը հիմնադրել է իր որդիների հետ։ Այդ եկամուտը ներառում է ավելի քան $520 միլիոն թոքենների վաճառք եւ ավելի քան $250 միլիոն բիզնես բաժնեմասերի վաճառք։ Բացի այդ, Թրամփը շուրջ $635 միլիոն եկամուտ է ստացել իր անվանական Trump Memo Coin-ի վաճառքից։ Սա զգալի աճ է նախորդ տարվա համեմատ, երբ նույն աղբյուրից նա հայտարարագրել էր ընդամենը $57 միլիոն, ընդամենը որովհետև համեմատելի թվեր չեն։ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփի ընտանիքը կրիպտոարժույթների հետ կապված նախագծերից ընդհանուր առմամբ արդեն վաստակել է առնվազն $2.3 միլիարդ։ Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ ոչ նախագահը, ոչ էլ նրա ընտանիքը երբևէ շայրի բախման մեջ չեն եղել եւ չեն լինելու։ Իսկ World Liberty Financial ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել հրապարակված տվյալները։ Կրիպտո ոլորտից բացի բարձր եկամուտ են ապահովել նաև Թրամփի անվանդական բիզնեսները, նրա գոլֆի ակումբներն ու հանգստավայրերը նախորդ տարի ընդհանուր առմամբ բերել են ավելի քան $500 միլիոն, ընդ որում ամենամեծ աճը գրանցվել է այն ակումբներում, որտեղ նախագահը հաճախ է գտնվել հենց 25 թվականի երթնակալությունից հետո։ Նախագահ Թրամփը մասնակցել է Հյուսիսային Դակոտայում Թեոդոր Ռուզվելտի նախագահական գրադարանի եւ թանգարանի պաշտոնական բացման արարողությանը անակնկալ նվեր մատուցելով նորաստեղծ հաստատությանը։ Միջոցառման ընթացքում Թրամփը թանգարանին նվիրաբերել է Թեոդոր Ռուզվելտի օրիգինալ կոնգրեսի պատվո մեդալը, որը երկար տարիներ պահվել էր Սպիտակ տան Ռուզվելտի սենյակում։ Նախագահը նշել է, որ սկզբում երկմտում էր արդյոք պետք է մեդալը դուրս բերել Սպիտակ տանից թե ոչ, սակայն գրադարանը տեսնելուց հետո փոխել է որոշումը։
Միջոցառման կազմակերպիչները նշել են, որ Թեոդոր Ռուզվելտն ու նրա որդին Թեոդոր Ռուզվելտ կրտսերը Միացյալ Նահանգների պատմության ընդամենը 2 հայրի ու որդի զույգերից են, որոնք երկուսն էլ արժանացել են կոնգրեսի պատվո մեդալին։ Թրամփը շնորհավորեց գրադարանի հիմնադիրներին եւ միջոցառման ավարտին մասնակցեց խորհրդանշական կարմիր ժապավենի կատարման արարողությանը, պաշտոնապես բացելով Թեոդոր Ռուզվելտի նախագահական գրադարանը եւ թանգարանը։ Եվ լուրերն այսքան էին, բայց թողարկման վերջում թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին Vivaldi Catering-ին, Inter United Football-ային ակադեմիային, Cosmopolis ռեստորանին, Կոզանյան Meat and Liquor եւ Կոզանյան Families Market-ներին, ինչպես նաեւ Geris Moms Bakery-ին։ Իդեպ, եթե ձեր առաջիկա միջոցառումը վստահեք Vivaldi Catering-ին, պատվերի ժամանակ անպայման նշեք, որ իրենց մասին իմացել եք Արմեզիայի միջոցով։ Այդ դեպքում դուք կստանաք անակնկալ նվեր։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար եւ ամենակարևորը, առողջ ու խաղաղ եղեք։ Ցտեսություն։